Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլդ Բլեյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, երեք հայտնի դարձավ, որ իրանցիները ցանկացել են Հայաստանում բողոքի ակցիա եւ երթ իրականացնել, սակայն ներքին գործերի նախարարությունը դա թույլ չի տվել, պատճառաբանելով, որ չկա համապատասխան թույլտվություն քաղաքապետարանի կողմից։ Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում եմ, որ նախ իրազեկման մասին տեղեկությունը ի գիտություն է ընդունել քաղաքապետարանը եւ մեկ օր անց այդ ընդունված ի գիտությունը չեղարկել է, այսինքն որոշում է կայացրել, որպեսզի իրանցիներին հավաք անցկացնելու հնարավորություն չտա։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, մինչ այս մի հետաքրքիր զարգացում էր եղել, Հայաստանում Իրանի դեսպանն էր ուշագրավ հայտարարությամբ հանդես եկել, նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին, որ թույլ չտան Իրանի դեսպանատան մոտ միտինգներ անել, դա ներկայացնելով, որ հայ-իրանական հարաբերություններն են փչանում, Թերանում դրանից հետևություններ են անում, չնայած եղավ արտաքին գործերի նախարարության եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետի մեկնաբանությունները, բայց այնուհանդերձ չեղարկվեց։ Այսպիսով ինչ է ստացվում, Հայաստանում Իրանի դեսպանը կարողանում է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական որոշումների վրա։ Իդեպ դեսպան ավելի կտրուկ բաներ էլ ասաց, մեղադրելով, որ Հայաստանը դառնում է հակաիրանական ինչ-որ մի տենց վայր, ես կարծում եմ իհարկե դա այդպես չէ, իհարկե Հայաստանի Հանրապետությունում մեր օրենսդրության համապատասխան կարող են եւ պետք է իրականացվեն ցանկացած տեսակի երթեր, հավաքներ, իրազեկման ինչ-որ ակցիաներ եւ գիտեք տարիներ շարունակ մեզ Ռուսաստանի կողմից կար պարտադրանք, թե ինչը կարելի էր եւ ինչը չէր կարելի, եւ այս պայն մենք չենք գտնում, որ պետք է Ռուսաստանի փոխարեն հիմա էլ Իրանից լսենք, թե մեզ ինչ կարելի է եւ ինչ չի կարելի, եւ եթե այստեղ իրանցի քաղաքացիները ուզում են օրենքով սահմանված կարգով ակցիա իրականացնել, ապա դա պետք է թույլատրվի։ Իդեպ նույն վարչապետը հենց դա էլ ասաց, որ 18 թվականից ի վեր Հայաստանում որևէ հավաք չի արգելվել եւ հետեւաբար այնինչ հիմա տեղի ունենում, դա այդքան էլ լավ չէ։ Իհարկե սպասենք ավելի մանրամասն ինֆորմացիայի։ Իրականում այո, այնտեղ ոչ թե պետք է թույլտվություն ստանալ, այլ պարզապես դու իրազեկում ես եւ ոստիկանությունը արդեն պետք է գա եւ ապահովի ուրեմն ցույց անողների անվտանգությունը։ Այսինքն այստեղ ոչ թե ավելի շատ դու թույլտվություն ես ստանում քաղաքապետարանից, որպեսզի դու դա իրականացնես, այլ դու դա իրանց իրազեկում ես, որպեսզի իրենք համագործակցեն ոստիկանության հետ, որոնք պետք է գան եւ ապահովեն իրենց անվտանգությունը։ Հիմնական այդ իրազեկման ֆունկցիան այստեղ է կայանում։ Դե մյուս կողմից, գիտեք, Իրանը մեր համար կարևոր երկիր է։ Մենք էլ ունենում ենք հանդիպումներ Իրանի դեսպանատան աշխատակիցների հետ, խորհրդականի հետ, քարտուղարի հետ, դեսպանի հետ եւ փորձում ենք նաեւ բացատրել մեր տեսակետները։ Այդ առումով մենք պետք է լինենք իրանցի ժողովրդի կողքին եւ այն իշխանությունը, որը կա Իրանում, մենք պետք է սատարենք նաեւ այդ իշխանությանը, որովհետեւ մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ Իրանում գործող իշխանության, Վրաստանում գործող իշխանության, բայց մենք իրավունք չունենք որևէ կերպով մեր կոպիտ ասած քիթը խոթել եւ իրենց ասել, թե որն է ճիշտ, որն է սխալ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր սկզբունքներից հետ կանգնենք եւ թույլ չտանք, որպեսզի Իրանի ժողովրդի որոշ քաղաքացիներ, մեծամասնությունը, ովքեր որ հաշտ չեն այս իշխանության հետ, կարողանան այլ մայրաքաղաքներում, տվյալ դեպքում Հայաստանում, Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կարողանալ իրենց դժգոհությունը հայտնել կամ իրենց կարծիքը հայտնել։ Եվ կարծում եմ իրականում իրենք պետք է հենց օգտագործեին դա, եթե Իրանը լիներ ժողովրդավարական, իրենք աչալուշ կլինեին, թե ինչ են ասում իրենց քաղաքացիները, ինչ բողոքներ ունեն, ինչ խնդիրներ ունեն, ինչպես կարող ենք լուծել այդ հարցը։ Տեսեք, հիմա երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է եւ 2018 թվականից այս կողմ որևէ մեկի
Արչև սահմանափակում չի դրվել հավաք երթ բողոքի ակցիա անցկացնելու հետ կապված եւ դրան հաջորդում է այս սահմանափակումը, սա ինչ է նշանակում, որ այնուհանդերձ Հայաստանի իշխանությունները կուլ գնացին Իրանի դեսպանին։ Այնուամենայնիվ դրանով հանդերձ իրենք միշտ փորձում են ինչ-ինչ քայլերի գնալ, որպեսզի ավելի չլարել այդ իրավիճակը։ Ես հիշեցի, երբ մենք կազմակերպում էինք Լավրովի այցի եւ Մատվիենկոյի այցի դեմ այդ ցույցերը, նամանավանդ Լավրովի դեմ ցույցը, ես հիշում եմ, թե ինչպիսի դիմադրության էինք մենք արժանանում ոստիկանության կողմից, երբ իրենք օրինակ ԱԳՆ շենքի դիմացից մեզ հրելով ուղեկցում էին դեպի ոչ թե հարակից մայթ, այլ ընդհանրապես լրիվ հարակից արձանից դեպի այն կողմ։ Այսինքն հետո իրենք մեքենաներ բերեցին, կանգնեցրեցին, որ հանկարծ Լավրովը անցնելուց չտեսնի ցույցանողներին, որ հանկարծ Սերգեյ Լավրովի սիրտը չնեղվի մեզ տեսնելուց։ Այսինքն իրենք թույլ են տալիս, բայց նաև փորձում են ինչ-որ տես կերպ սիրաշահել եւ այսպես ասած նվազեցնել հնարավոր ոչ թե հնարավոր, այլ սպասվող այդ բացասական արձագանքը այն ժամանակ Ռուսաստանի կողմից, հիմա Իրանի կողմից, ես նաև հիշեցի դրանից վաղ, երբ պրոուկրաինական ցույցեր էին կազմակերպում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, ես հիշում եմ, որ այնտեղ նույնպես խնդիրներ էին երբեմն առաջանում ոստիկանության հետ, այն ոստիկանության, որոնք պահպանում էին դեսպանատան անվտանգությունը, այս պետք է կարևոր նշեմ, բայց այնուամենայնիվ իհարկե անհամեմատելի է այն իրավիճակի հետ, թե ինչ ունեինք մենք 2018 թվականից առաջ։ Ընդհանրապես ցանկացած բանին ասել լավ կամ վատ, դա հարաբերության մեջ է երևում։ Եվ մենք կարող ենք օրինակ համեմատել այն ինչ կար մինչ 18 թվականը եւ այն ինչ կա այժմ, եւ իհարկե մենք տեսնում ենք, որ կա բարեփոխում, բայց դա չի նշանակում, որ մենք հասել ենք ժողովրդավարության այն մակարդակի, որտեղ մենք ձգտում ենք լինել, բայց դա աշխատանք է, պետք է գնանք այդ ուղղությամբ, պետք է աշխատենք, պետք է նաև մեր դժգոհությունը, մեր խորհուրդները փոխանցենք իշխանությանը տարբեր մեթոդներով, այդ թվում հիմա այս տեսակապի միջոցով, որ այսպես պետք է արվի, այնպես չպետք է արվի, սա աշխատանք է, պետք է գնանք առաջ։ Պարոն այնուհանդերձ ընդդիմադիրները հայտարարում են, որ Հայաստանում խոսքի ազատության սահմանափակում կա, քաղբանտարկյալներ կան, ժողովրդավարության մասին միայն գեղեցիկ տեքստեր ու վերնագրեր կան, բայց իրականությունը լրիվ այն է։ Մատնացույց են անում արդեն 10 օրից ավել հացադուլի մեջ գտնվող փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանին, նշելով, որ մեկ բառի համար նրան տարել են բանդ։ Դուք այնուհանդերձ տեսնում եք խնդիրներ, թե ոչ ժողովրդավարության առումով, հետընթացի առումով Հայաստանում, թե ոչ։ Այն մեղադրանքները, որոնք այսպես կոչված ընդդիմությունը ազգային ժողովի բարձրաձայնում է, ես դրանք չեմ տեսնում ոչ։ Իրենք պարզապես պաշտպանում են իրենց գործընկերներին, իրենց համակիրներին, իրենց համախոհներին, որոնք թարապես պետք է իրավունք չունենային քաղաքականությամբ զբաղվելու եւ պետք է եւ իրենք հիմա ոմանք գտնվում են այնտեղ, որտեղ որ իրենք պետք է գտնվեն։ Որտեղ այն մարդիկ, ովքեր հիմա դուք նոր մատնանշեցիք, իրենք այնպիսի ելույթներ են ունենում, այնպիսի բառապաշարով ելույթներ են ունենում, որ դա թարապես չի համապատասխանում սովորական նորմալ գիտակից քաղաքացու, չեմ ուզում ասել հենց հային, նորմալ գիտակից քաղաքացու չի համապատասխանում իրենց բառամթերքը։ Նիկոլ Փաշինյանի ոճի մեջ ամեն դեպքում կարելի է դա դիտարկել ըստ էության, որտեղ Նիկոլ Փաշինյանն էլ է բառապաշարով օրինակում են, բայց համենայնդեպս այն չէ։ Բայց հիմա ազատության մեջ է Նիկոլ Փաշինյանը, իսկ մեկ այլ անձ, որ ըստ իրավապահների տեղին բառ չի օգտագործել, ճաղերի հետևում է։ Տարբերությունը դա է։ Ես գիտեմ դուք մատնանշում եք հենց այն քերականոջ հետ կապված արտահայտությունը, ես կարծում դա միակ արտահայտությունը եղել, որը քննադատելի է եղել, ես ինքս քննադատել եմ, դրանից հետո իրենք արդեն ասել են, որ իրենք նման բառապաշար չեն օգտագործելու, կարծեմ նույնիսկ ինչ որ էթիկայի նորմեր են ընդունել իրենց կուսակցությունում, դե համենայնդեպս դա համեմատելի չէ նրա հետ, թե նույն այդ երկու անձիկ իրենց փոդքասթներում ինչ բառամթերք էին օգտագործում կամ ունենք էլի մեկը, ով հիմա գտնվում է Միացյալ Նահանգներում, կարծես ճանապարհներին ինչ որ միտեղ իրենք փոխանցում են
մենք գիտենք նաև իր հարցազրույցներում, իր ոդքասթներում, թե ինչ բառամթերք է օգտագործում։ Ես կարծում եմ ընդհանրապես մենք պետք է վիրավորանքը հանենք։ Ես միշտ իմ հարցազրույցներում փորձում եմ հնարավորինս զերծ մնալ կամ չանձնավորել եւ մարդկանց չվիրավորել։ Իհարկե, եթե ինչ որ մեկը կա, որ ես կասկածում եմ, որ այս մարդը օրինակ 5-րդ Շարասյան ներկայացուցիչը կգործակալ է, ես դա ասում եմ։ Հիմա եթե այդ մարդը դրանից կվիրավորվի, կարծում եմ չի վիրավորվի, որտեղ դա հենց այդպեսին է որ կա։ Բայց ավելի կոշտ, կոպիտ եւ այլն այդ բառամթերքը մենք պետք է հանենք եւ հակառակը, պետք է մեր շեշտը դնենք կոնկրետ դրույթների վրա, քննարկումներ, օրինակ ես միշտ ուզում եմ որպեսզի այնպիսի քննարկումներ եւ հարցազրույցներ, բանավեճեր լինեն, որոնք միտված լինեն Հայաստանի զարգացմանը, հարատեվությանը, մի ինչ որ կարևոր որոշման կայացնել, չկայացնելու գալուն համոզմանը կամ դրանից հեռացմանը, բայց ոչ թե օրինակ կռիվ, գզվռտոց, դու թուրք ես, դու կոռումպացված ես, դու թրքասեր ես, դու ռուսասեր ես, այդ բաներից մենք պետք է հեռանանք, որտեղ դրանք ոչ միտեղ չտանող ճանապարհներ են։ Եվ այդ երկու անձին քեզ դրանով էլ զբաղված էին։ Եվ դա մենք տեսնում ենք 21 թվականից ազգային ժողովում, հետո արդեն Երևանի քաղաքապետարանում։ Տեսեք, բայց պարոն Բլեյան, ինչու է միայն ընդդիմադիրների վրա այդ ճնշումները տարածում։ Ես հիմա չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց մենք տեսնում ենք, որ երբ որ իշխանության ներկայացուցիչների խոսույթում կա բռնության կոչեր, վիրավորանքներ, դա պատիժը նրանց վրա չի տարածվում, բայց ընդդիմության ներկայացուցիչների վրա տարածվում է։ Գուցե պետք է հավասար մոտենալ, օրինակ նույնը նաև աջակիցների առումով է, երբ որ մեկը մի տարեց ասում է, որ իր ձեռնափայտը ցույց տալով սրանով Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է ջարդել, ինչը իհարկե բռնության կոչ է, դատապարտելի է, նրան միանգամից իրավական գործընթացներ են սկսվում, բայց երբ որ մեկն ասում է, որ ամենայն հայոց կաթողիկոսի գլուխը պետք է ջարդել, ինչը եւս բռնության կոչ է, եւս դատապարտելի է, նրա հետ կապված դատախազությունը ուսումնասիրություն է սկսում, թղթաբանություն են անում, այսինքն մենք չենք տեսնում, որ մարդու հետ իրավական գործընթաց սկսի։ Սա արդյոք խնդրահարույց չէ, եթե Հայաստանը իրապես ձգտում է լինել ժողովրդավարական պետություն։ Թարապես մենք պետք է ձգտենք որպես իրավական պետություն լինենք։ Եվ իհարկե հենց իրավական մեր համակարգը, դատական համակարգը, հա, մենք իրապես շատ լուրջ աշխատանք ունենք անելու այդ ուղղությամբ եւ 18 թվականից ի վեր տարատեսակ մենք առաջարկներ էինք բարձրաձայնում, նույն իշխանությունն էր էլ վեթինգից խոսում, էլ անցումային դատարանից խոսում, հետո իրենք որոշեցին ինչպես նույն վարչապետը բնութագրեց, խորովածը հանկարծ չվառել կամ հում չթողնել այդ տարբերակը, հա, այդպես մանր, փոքր քայլերով գնալ առաջ, բայց մենք տեսնում ենք, որ դա այդքան էլ աշխատող չէ, որովհետեւ այո, համակարգում կան մարդիկ, որոնք չպետք է իրենց տեղում լինեն։ Եվ շուտվանից չպետք է տեղում լինեն։ Չի կարող մի մարդ կամ մի դատավոր, որը տարիներ շարունակ փողով որոշումներ է կայացրել, մեկ օրվա ընթացքում լոգան կընդունի, դուրս գա նոր շոր հագնի եւ դառնա մաքրամաքուր եւ այլևս կապված չլինի նախկինների կամ այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին իրենք փող են տվել։ Հակառակը, նա կամ կշարունակի սատարել նախկիններին, կամ նա կսկսի արդեն ներկաներին լսել, թե ում պետք է դատել, ում չպետք է դատել, այսինքն այդ մարդը ընդհանրապես պետք է համակարգից դուրս գա եւ դրա փոխարեն ավելանոր համալսարանն ավարտած ինչ որ մեկը գա նստի սովորի կամ դրսից կարող են բերել մասնագետներ։ Այնքան ենք խոսել մենք այդ թեմայից, թե իշխանության ներկայացուցիչների հետ, թե հարցազրույցներում եւ ոչ միայն մենք, էլ մասնագետներ, էլ քաղաքացիությունից, էլ փորձագետներ, բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Իհարկե Հայաստանում կապ չունի դու մեղադրում ես, սպառնում ես Նիկոլ Փաշինյան վարչապետին, թե Գարգին Բ կաթողիկոսին, անկախ նրանից դու ում ես համակրում, ում չես համակրում, ում սիրում ես, ում չես սիրում, ում ընդունում ես որպես վարչապետ կամ որպես կաթողիկոս կամ չես ընդունում, դա կարևոր չէ, դա Հատրական մոտեցում կա իշխանության կողմից։ Ես կարծում եմ, ես կոնկրետ ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ այդ երկու դեպքերի մասին, թե երբ Նիկոլ Փաշինյանին ձեռնափայտով սպառնում, թե երբ կաթողիկոսին էին չգիտեմ ինչով սպառնում, այսինքն ես երկու դեպքին էլ ծանոթ չեմ, բայց եթե այդ երկու դեպքն էլ կա հենց այնպես ինչպես դուք ներկայացնում եք, ապա դա կարծում եմ այո, խտրական մոտեցում է։ Համենայնդեպս, քանի որ ես չունեմ փաստերի, ծանոթ չեմ այդ փաստերին, ամբողջությամբ չեմ կարող կոնկրետ գնահատական տալ։ Այլ թեմայի անդրադառնանք,
Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է, այսպես շրջապտույտների մեջ մեկ տնային կալանք են տալիս, հետո տանում են կալանավայր, հետո էլի որոշում են բերել տնային կալանքի։ Այս 2-3 օրվա ընթացքում տեղի ունեցած այս գործողություններն ինչ է նշանակում, ինչ որ պայմանավորվածության չեն կարողանում գալ, հետո ըստ էության կարող ենք նման ենթադրություններ անել, որ մի դեպքում պայմանավորվածության են գալիս, ուղարկում են տուն նոր տարի անելու, հետո ինչ որ հարցում իրար հետ լեզու չեն գտնում ընդդիմություն, իշխանություն կամ Կարապետյան, Փաշինյան եւ հետո էլի կալանավայր տուն։ Կարող ենք ենթադրել, որ կա որևէ պայմանավորվածություն, որևէ գործարք փակ դռների հետևում, թե չէ, եւ եթե չկա, ապա սա ինչի հետևանք է։ Իհարկե կարող ենք ենթադրել։ Իսկ ամեն ինչ էլ կարող ենք ենթադրել, եթե ինչ-որ բան չգիտենք, ամեն ինչ էլ կարող ենք ենթադրել եւ շատ հնարավոր սցենար է այն ինչ որ դուք ներկայացնում եք նարեկ։ Բայց մյուս կողմից կարող է նաեւ լինել, որ իրապես որ վերաքննիչ դատարանը որոշում է բեկանել, բայց իրականում թե հետո թե ինչպես որոշվեց, որ այնուամենայնիվ չբեկանել, ես այդ մասին չեմ ծանոթացել, չեմ հասցրել ծանոթանալ, թե ի վերջո այդ ինչ պատահեց, որ այսպես պատահեց։ Սա շատ ծիծաղաշարժ էր նույնիսկ, բայց համենայնդեպս դա նաև խոսում է հենց իրավական մեր դատա իրավական համակարգի ոչ կատարյալ լինելու մասին եւ որ այնտեղ շատ ու շատ աշխատանք անելու եւ այդ աշխատանքը մենք մերոնցով չեն կարող անել։ Այդ աշխատանքը մենք պետք է անենք միջազգային փորձագետների հետ միասին, որովհետեւ մենք չգիտենք թե դա ինչպես անել։ Մենք չունենք այդ փորձը։ Այն փորձը, որ մենք ունենք, կապ չունի իրավագիտության հետ կամ իրավաբանության հետ նույնիսկ։ Այսինքն մեզ պետք են միջազգային փորձագետներ, ովքեր մեզ ցույց կտան ոնց պետք է անել, ինչպես պետք է անել, ինչպես ունենալ անկախ դատական համակարգ։ Ինչպես անել, որ դատախազը տեղում լինի, ոստիկանը տեղում լինի, մյուսը։ Սա այդտեղ ամաչելու բան ես չեմ տեսնում։ Հակառակը, երբ դու կարողանում ես ընդունել, որ ինչ-որ մի բան չգիտես, դա քաջության մասին է խոսում։ Դա բարձր գիտակցության մասին է խոսում։ Սամվել Կարապետյանի հետ Հայաստանն ավելի ուժեղ է, մեր ձևով նախաձեռնության կարգախոսն է, արդյոք կարող է Կարապետյանը իր դիրքը ազդեցությունը օգտագործելով Հայաստանի համար բարիքներ բերել։ Օրինակ ասում են, տեսեք, այս ընթացքում ինչ բարեգործություններ է արել, ասում են, բա որ վարչապետի կամ եթե քաղաքացիության առումով չի կարող վարչապետ լինել, եթե իր թիմը լինի իշխանության, ինչեր կանի Հայաստանի համար, իրատեսական համարում եք։ Գիտեք, Սամվել Կարապետյանը հրաշալի հնարավորություն ուներ, երբ նա ձեռք բերեց Հայաստանի էլեկտրական ցանցերը, նա հոյակապ հնարավորություն ուներ իրապես ցուցադրելու, թե նա ինչ կարող է անել։ Օրինակ, ես հիշեցի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը կապ չունի Սամվել Կարապետյանի եղբոր հետ, երբ իրեն ցուցադրում են որպես լավ մենեջեր ու ուսումնասիրելուց հասկանում էր, որ իր լավ մենեջեր լինելու արդյունքում Հայ-ռուս գազարդ այդ ժամանակ մեծ գումարներ է պարտքերը կուտակում, որի արդյունքում այդ Հայ-ռուս գազարդը լուծարվում է, դառնում է Գազպրոմ Արմենիա եւ մենք չունենք այդ գազ մեր սեփականը։ Դու հասկանում ես, ասում ես մի րոպե, բայց դրա լավ մենեջերությունը ո՞րն էր։ Հիմա Սամվել Կարապետյանին ասում են լավն է։ Այդ տնօրինած հեծը մենք տեսել ենք։ Նա կարող է, չէ՞, այնպեսի Հայաստանի էլեկտրական ցանցեր ստեղծել, որ գոնե customer service-ը, այդ սպասարկման բաժին զանգելը ամենատարժական բանը, նորմալ աշխատեր, որ կարողանայր զանգեր, 1 սխմեր, 2 սխմեր, 3 սխմեր, նորմալ կարողանայր մարդկանց հետ հաղորդակցվեիր, ժամերով չսպասել ճոր զանգերի։ Այսինքն ամենատարժական բանը իրենք չեն կարողացել ապահովել։ Եվ մնացածը մարզերում այդ լուսանկատումների այդ անընդհատությունը ամենական վատ եղանակի պայմաններում եւ այսպես շարունակ։ Այսինքն Սամվել Կարապետյանը կարող է իր գործով եւ իր օրինակով ցուցադրել թե նա ինչ կարող էր անել։ Ես օրինակ չեմ տեսել, որ Սամվել Կարապետյանը անհանգստանար, երբ օրինակ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը կեղծիքներով ընտրվում էին նախագահ եւ վերընտրվում էին նախագահ։ Ես չեմ տեսել օրինակ, որ Սամվել Կարապետյանն այդ ժամանակ օգտագործել է իր բարձր դիրքը, իր կապերն ու փողերը հանուն Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու։ Ես չեմ լսել, օրինակ Սամվել Կարապետյանը
բողոքեր, երբ իր ընկեր, գործընկեր Լևոն Հարապետյանը սպանվում էր ռուսաստանյան բանտում։ Բա բան չէր անում։ Մատը մատին չէր տալիս։ Իսկ երբ օրինակ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, նա երկու կողմերին հավասարապես զսպվածության կոչ էր հնչեցնում, որովհետև այդպես էին նաև ասում Ռուսաստանում։ Սամվել Կարպետյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Սամվել Կարպետյանը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ դա հենց այդպես էլ կա։ Որովհետև այդ մարդը իր կեղտոտ փողերը, իսկ բնականաբար որ 90-ականներին դու չէիր կարողանա Ռուսաստանում եւ թարապես որևէ հետխորհրդային տարածքում շատ մեծ գումարներ ստեղծել միայն մաքուր ձևերով։ Իրենք իրենց ձևերով միլիարդներ են ստեղծել եւ հիմա այդ նույն ձևերը ուզում են բերեն եւ կապեն մեր գլխին եւ որպեսզի նորից Հայաստանը դառնա ինչ որ քլոնդայք իրենց համար փող աշխատելու միջոց։ Նամանավանդ հիմա Հայաստանի սահմաններն են բացվում, շատ ավելի մեծ հնարավորություններ են լինում, այսինքն լիքը լափելու տեղ կա կներեք արտահայտության համար ոչ։ Չի լինի։ Չի լինի։ Նարեկ Կարպետյանի հայտարարությունները իրանք մեկը մյուսի հետևից ծիծաղաշարժ հայտարարություններ անում, մեկ դրամով վարչապետ եւ այլն, այնքան օրինակներ են վերել իր հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը լինել հենց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, այսինքն իրանք ինչ են խոսում։ Լավ իրենք հայր այդ ժամանակ այդ աշխատավարձը աշխատակազմի ղեկավարի ուղում էր մանկատներին, մանկապարտեզներին, հոտուն չէր տանում։ Նարեկ Կարապետյանն ասում։ Ապրի Նարեկը։ Կստուգենք։ Բայց այնուհանդերձ այս պարգևավճարների ֆոնին է նա հայտարարում այդ մեկ դրամ մասին, գուցե նաև դա ինչ որտեղ պոպուլիստական է, ընտրողի, թոշակառուի 85,000 դրամ նվազագույն թե 75,000 դրամ նվազագույն աշխատավարձը ստացողի ականջին հաճո է։ Բայց մյուս կողմից էլ մենք ունենք 1 ամսվա համար 3 միլիարդ ու կեսնոց բյուջեով պարգևավճարների ֆոնդ, որ բաժանել են իշխանության ներկայացուցիչներն իրար միջև։ Գուցե դա նաև, գուցե չէ, ասում են նաև հասել է դա ներքևի օղակներին, վարչության պետերին, քաղծառայողներին, առաջատար մասնագետներին եւ այլն, բայց քաղաքական պաշտոնյան, երբ որ 7-8 միլիոն է մի ամսում տուն տանում որպես պարգևավճար բացի աշխատավարձը, դա ինչ կանով է բարոյական, որովհետև նրանք գալիս էին, ոչ մեկ չի ասում աշխատավարձ չստանան, կան անվճար աշխատեն, բայց երբ որ դու կարգախոսներով ես գալիս, սկզբունքներով ես գալիս, հետո ինչպես ես այդ միլիոնները կրում տուն։ Միանշանակ խնդրահարույց է, իրապես երբ մենք ունենք այսպիսի նվազ թոշակներ, երբ ունենք ուրեմն նվազագույն աշխատավարձ, այդպիսի նվազ իհարկե նման պարգևավճարները խնդրահարույց են եւ հարցեր են բարձրացնում եւ թարապես գիտեք պարգևավճարը լավ բան է, բայց ես կարծում եմ այն մեթոդը, որը իրանք օգտագործում են, այնքան էլ արդար չէ, որովհետեւ իրենք հավասարապես ինչ որ բաժանումներ են անում, բայց ես կարծում եմ հակառակը, այնտեղ պետք է ինչ որ համակարգ լինի, որ ինքը աշխատողը, եթե իր աշխատանքով կարողացել է ինչ-ինչ բաներ ապահովի, այդ ժամանակ նոր կարող է նա գալ եւ ստանալ ինչ որ բոնուսային համակարգի մաս լինել։ Այսինքն ես կարծում եմ, որ հակառակը մի այնպիսի համակարգ պետք է լինի, այդ վճարման համակարգը, որ ինքը աշխատողը ինքը պետք է ավելի մոտիվացված լինի առավելագույնն անելու, որպեսզի նաև ստանա նույն այդ պարգևավճարը։ Բայց երբ օրինակ տարվա վերջ է գալիս, նոր տարի է գալիս, մեկ էլ ինչ որ մի ձմեռ պապի է գալիս, ասում է, վայ բոլորիդ այսքան բաժանում են, գնացեք ձեզ լավ նոր տարի եւ այլն, լավ չի, նամանավանդ նախընտրական շրջանում այսպիսի քայլերը լավ չեն դիտարկվում։ Ինչի համար է տրվել։ Չեմ նայում։ Ինչպես։ Ինչի համար է տրվել այսքան գումարը, որ թիմը չփլուզվի, ինչ-որ փախնողներ չլինեն, հա։ Գիտեք, շատ դժվար տարիներ են եղել այս տարիները, չնայած 25 թիվը համենայնդեպս ամենախաղաղ տարին է, այսպես ասած, եղել 19 թվականից հետո, հա, կարող ենք այդպես ասել, կամ գոնե ավելի կառավարելի համենայնդեպս, երբ արդեն գոնե օգոստոսի 8-ից հետո մենք այլևս այդքան չենք սպասում, թե ի վերջո երբ է մեր վրա հարձակվելու։ Եվ այս պարագայում իշխանությունը միգուցե մտածել է, որ շնորհակալություն հայտնել այդ բոլոր աշխատողներին, պետական աշխատողներին, որ իրենք կարողացան համակարգը աշխատունակ պահել այս ընթացքում։ Դե
Դա իրենց որոշումն է։ Ես այդ որոշման հետ համաձայն չեմ։ Պարոն Բլեյան, վերջին պայմանավորվածությունները միջազգային հարթակներում, հատկապես Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումները ինչպես է գնահատում, արդյոք Միրզոյան Ռուբիո հանդիպմամբ տրվեց շատ հարցերի պատասխաններ, գիտեք թրիպի հետ կապված ինչ է շրջանառվում, ասում էին կգան կանցնեն ոչ մեկ չի ստուգի, հիմա այդ խնդիրը լուծվել է թե ոչ։ Ես հիշում եմ, որ դեռ մինչև օգոստոսի 8-ի համաձայնությունները, թե որքան գոնե ես եւ մեր կուսակցությունը շատ խոսել այն հնարավորությունների մասին, որ հենց Դոնալդ Թրամփի միջնորդությամբ մենք կարողանանք Իլհամ Ալիևին բերել կառավարելի դաշտ, եւ դա այդպես էլ ստացվեց։ Հետո երբ եղավ տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, դրանից հետո տարատեսակ ինչ որ մտքեր էին առաջ գալիս, որ այ միջանցքը տվին, ռուսների փոխարին տվին ամերիկացիներին, էլ ինչ տարբերություն, սա եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց իրականում ես այն ժամանակ էլ ասում եի, որ դա այդպես չէ, հանգիստ եղեք եւ Միրզոյան Ռուբիո հանդիպման ժամանակ, երբ հրապարակվեցին գիշերվա 2-ին մեր ժամով արդեն փաստաթղթերը, ես այս անգլերենով ուսումնասիրել եմ իրենք բոլորը, ես ճիշտ ասած այնտեղ որևէ խնդրահարույց բան չտեսա, հակառակը արդեն այնտեղ նաեւ խոսում է Թուրքիայի սահմանը բացելու կարևորությունից, այնտեղ նա արդեն դիտարկում է ոչ միայն թրիպը որպես Հայաստան-Ադրբեջան, այլ նաև ընդհանրապես ավելի մեծ կենտրոնական Ասիա, Եվրոպա ավելի լայն կտրվածքով, հա, Trans-Caspian տրանսպորտային միջանցքի այդ կտրվածքով, այսինքն ես հակառակը ես գտնում եմ, որ օգոստոսի 8-ը Հայաստանը օբյեկտիվ սուբյեկտ դարձնելու մեծ շանս է եւ դա ի կատար է ածվում եւ մենք կարծում ենք, որ դա մի համազգային պետք է աջակցություն ունենա, դա մեկ քաղաքական ուժի գործ չէ եւ ես կարծում եմ, որ 26 թվականի խորհրդարանը պետք է բաղկացած լինի իշխանական եւ ընդդիմադիր այն հատվածներից, որոնք կիսում են օգոստոսի 8-ի կարևորությունը եւ անայլընտրանք լինելը, որովհետեւ օգոստոսի 8-ի այլընտրանքը դա նոյեմբերի 9-ի 9-րդ կետն էր։ Բայց մենք ինչքան ժամանակ է արդեն չենք լսում նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որովհետեւ օգոստոսի 8-ը թաղեց նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Բայց Երանի տվողներ կային միջև վերջերս։ Գիտեմ Իրանի տվողներ կան։ Նույն Իրանի տվողները Իրանի էին տալիս, երբ օրինակ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, իրենք Իրանի էին տալիս, որ սա Ադրբեջանը վերջապես կհարձակվի Հայաստանի վրա։ Այդ նույն Իրանի տվողներն են։ Որովհետև հասկանում եք, տեսեք, նույն այդ Իրանի տվողները, ես այսօր ծանոթացա Դաշնակցության մի ներկայացուցիչի հայտարարությանը, որ նա ասում էր, օրինակ Հայաստանը իր սուվերենությունը կորցնում է մասնակիորեն այդ ճանապարհի հանդեպ։ Դա այդպես չէ։ Բայց նա մեկ է շարունակում այդպես ասել, որովհետև նրանք այդպես են ուզում։ Իրենք հասկանում եք, իրենք ոչ թե մտածում են մի ինչ-որ գաղափար առաջարկեն, էլի միտված լինի Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևությանը, որը միգուցե մարտավարական կամ ռազմավարական առումով տարբեր լինի իշխանության ներկայացած ծրագրից, բայց ինչ որ միտք կլինի։ Իրենք այդպես չեն մտածում։ Իրենք մտածում են ոնց անենք, որ վատ լինի, որովհետև որքան վատ Հայաստանի համար, այդքան լավ իրենց համար։ Ինչպես իրենք վերջապես կկարողանան այստեղ ինչ-որ մի իշխանափոխություն լինել, մեծ դժգոհություն, բայց бид դրանք տեսնում ենք, որ դա գնալով հոդս է ցնդում։ Հիմա էլ իրանք այդ նույն այդ դեմքերը ոգևորվել են, որ Սոլովյովն ասում է հատուկ ռազմական գործողություն իրականացնենք Հայաստանում։ Հիմա Դուգինն է ասում խոսում դրա մասին։ Կիսիլովը ներողություն Զատուլինը նորը իրենց այդ քննարկման ժամանակ նույն միտքն էր հայտնում ինչ Դաշնակցությունը, որ այ միջանցքը տվին վերջ։ Սա այնքան արդեն ակներև է, որ արդեն դժվար է թաքցնել, թե իրենք ում շահերն են ներկայացնում։ Այդ ուժերը Դաշնակցությունից օրինակ հետ։ Դաշնակցությունից ասում են այդ մի ռուս հաղորդավար վերլուծաբանի հայտարարությունը Սոլովյովի դարձրեցիք դրոշակ ընդամենը մի բան էր հաղորդավար էր, բայց ասում է տեսեք
Հական Ֆիդանն է արդեն միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց ասում է ծպտուն չեք անում։ Արդյոք կար Ֆիդանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ, թե չէ այդ հայտի հայտարարությունը հիշում եք, որ ինչ որ առումով նաև խեղաթյուրված ներկայացվեց, նշվեց, որ իբր թուրք արտգործ նախարարն ասել է, որ ընտրություններում աջակցում է Փաշինյանին, բայց ճիշտ է, աջակցության մասին խոսք կար, բայց դա հանուն ճշմարտության պետք է ասել, որ ոչ թե ընտրություններին, այլ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանն էր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով։ Նույն տրամաբանությամբ ես հիշում եմ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի մասին խոսելուց ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրիոտ մարդ է եւ շատ լավ գործ է անում Հայաստանի համար։ Այսինքն իրենց տրամաբանությամբ այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը աջակցություն էր հայտնում Հայաստանի վարչապետին եւ միջամտում էր Հայաստանի ներքին գործերին։ Իհարկե դա այդպես չէ, բայց եթե իրենք մտածում են, որ դա միջամտություն է, ապա այդ ժամանակ ինչի էին լռում, երբ օրինակ Ռուսաստանի նախագահը գովում էր Նիկոլ Փաշինյանին։ Ես իհարկե չեմ տեսնում, ճիշտ ասած, որևէ աջակցություն Ֆիդանի խոսքերի մեջ, որքան իրենք փորձեն այդտեղ գտնել եւ հակառակը, եթե իրենք մտածում են, որ սա մեկ պրոպագանդիստի խոսքն են, իրանք արդեն ստացան երկրորդ պրոպագանդիստի խոսքը, չնայած Գուգինեն դժվար է ասել պրոպագանդիստ, նա հենց թալապես այդ Ռուսաստանի հետ կասիրապաշտության գաղափարախոսության հիմնադիրներից մեկն է, եթե ոչ հենց հիմնադիրը, հա, դուգինիզմի եւ հետեւաբար հետաքրքիր է իսկ հիմա իրենք ինչ կասեն։ Երբ իրենք ասում են, որ այ հիմա մի հոգի էր, հիմա երկրորդը հայտնվեց։ Իսկ մենք կարող ենք ասել, չէ, որ Դուգինի եւ Սոլովյովի միջև մեծ սարերի տարբերություն կա։ Իսկ հիմա ինչ կասի Մարիա Զախարովան, ինչպես է արդարացնելու այս անգամ։ Կասի լրագրողը իր կարծիքն է հայտնել, ինչպես նախորդ անգամը։ Դուգինից ինչ լրագրող։ Դուգինը շուտվանից դարձել է կնքահայրը Պուտինի։ Այսինքն Դուգինի գիրքը Ռուսաստանի նախագահի սեղանին է դրված, իրենք ինչպես պետք է գրավեն Ուկրաինան, ինչպես պետք է գրավեն այն եւ այլն։ Ես հիշում եմ, քանիցս միգուցե նաեւ ձեր հետ նարեկ մենք խոսել ենք, որ այն ինչ կատարվում է Ուկրաինայում, դա Ուկրաինայի մասին չէ։ Այն ինչ կատարվեց Արցախում, դա միայն Արցախի մասին չէ։ Դա խոսում էր հենց դրա մասին, որ իրանք չեն ճանաչում մեր պետություն ունենալու իրավունքը։ Եվ երբ ասում եմ մեր, ես նկատի չունեմ միայն Հայաստանի, ես նկատի ունեմ թե Հայաստանի, թե Վրաստանի, թե Ուկրաինայի, թե Մոլդովայի, թե Ղազախստանի, թե Ղրղստանի, թե Ուզբեկստանի, թե Տաջիկստանի, նույնիսկ թե Ադրբեջանի։ Իրենք այդ բոլոր երկրները, նույնիսկ Բալթիկ երկրներին, իրենք համարում են, որ մենք պետք է վերադառնանք։ Էլ չեն ասում, որ իրենք են առաջինը մեզ գողացել, իրենց մոտ տարել, ու մենք փախել ենք։ Շնորհիվ նրան, որ իրենք փլուզվել են։ Հիմա իրենք նորից ուզում են մեզ գողանան տանեն իրենց մոտ։ Եվ հիմա երբ արդեն երկրորդ հայտարարությունը կա, էլի ոչ պաշտոնապես, հա, ամեն դեպքում ինչ դիրք էլ ունենալ, ըստ էության պաշտոնական դա չի դիտարկում։ Այնուհանդերձ, սա ինչ է նշանակում։ Նրանք ասում են այն, ինչ կուզեր ասել պաշտոնական Մոսկվան։ Ռուսաստանի դաշնության նախագահը, եթե հիշեմ, թե ոնց էր ձևակերպել խորհրդային միության փլուզումը, կարծեմ դարի կարևորագույն խնդիրն էր ձևակերպել, թե չեմ հիշում արդեն ոնց էր ասել, ամենտեղս իր համար շատ խնդրահարույց էր, որ խորհրդային միությունը փլուզվել էր։ Եվ բոլորին վերջերս մի քանի ամիս առաջ իր խորհրդականը թարպես հայտարարություն տարածեց, որ խորհրդային միության փլուզման արդյունքում այդ անկախացած երկրները իրավաչափորեն դուրս չեն եկել խորհրդային միությունից։ Այսինքն ամենաբարձր մակարդակով իրենք ասում են, որ իրենք չեն ճանաչում մեր պետություն ունենալու իրավունքը։ Եվ հետեւաբար Դուգինն ասում է այն, ինչ շուտվանից իրենք իրենց մոտ գրել են եւ համոզմունք ունեն եւ իրենք ուզում են գնալ այդ ճանապարհով եւ ամենամեծ քարը եւ խոչընդոտը, որին իրենք ուրեմն հանդիպել են, դա Ուկրաինայի զինվորն է։ Ուկրաինացի զինվորների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ունենք։ Որովհետեւ եթե Ուկրաինան ընկներ 3 օրում կամ 3 շաբաթում, չէ լինի ոչ Մոլդովա, ոչ Վրաստան, ոչ Հայաստան, էքսպանսիոնիստական առումով գնալու էին։ Եվ որքան իրանք ընդարձակվային, այդքան արդեն այդ փոքր երկրները ավելի հնազանդված
կմիանային այդ նոր միութենական պետությանը, ինչպես կարելի է չտեսնել դա։ Եվ այդ ուժերը իրենք ես դրանով սպասում էին, իրենք ուզում էին, որ դա տեղի ունենա, որտեղ դաշնակցությունը ինքը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Չմոռանանք իրենց այդ գաղտնի այդ շրջթերթիկը, չեմ հիշում արդեն ոնց որ համարներ։ Իշխանությունները 004 էին կարծեմ ասում։ 004-ը։ Ճիշտ է։ Շնորհակալություն, պարոն Բլեյան, հարցազրույցի համար։ Հույսով, շնորհակալ եմ, հարգելի Նարեկ։